առանց Վաշինգտոնի իրազեկման նման քայլի գնալը շատ մեծ այսպես ասեմ կորստաբեր կլիներ։ Ինքը Թրամփ պատերազմ չի ուզում։ Սա նախազգուշական նամակ է նաև Իրանին, որպեսզի բանակցությունների ժամանակ վերջնականապես տեղիք տա ամերիկյան ճնշումներին։ Այսինքն ուրանի հարստացման որոշ տոկոս կա, որը Միացյալ Նահանգները պահանջում է, որ դրանից ավելի չպետք է լինի, այսինքն Իրանը ընդհանրապես պետք է մոռանա միջուկային ուրանի հարստացման ծրագրերից, պետք է մոռանա այդ մասին, եւ սա Իսրայելի միջոցով պրոքսի հարված էր մեծ հաշվով, որ զգուշացի հաջորդը կարող է լինել շատ ավելի վտանգավոր։ Այդ շատ ավելի վտանգավորի մեջ բնականաբար մենք պետք է դիտարկենք ոչ միայն Իսրայել, Իրանը, պիտի դիտարկենք ամբողջ տարածաշրջանը։ Իսկ Հարավային Կովկասը առավել ևս, ոչ միայն ծոցի-արաբական երկրները, ոչ միայն մեծ մերձավոր Արաբելք, այլ կոնկրետ Հարավային Կովկասը։ Ընդ որում այս գործողությունների ամբողջական նպատակը, եթե կհիշեք, մենք 4 տարի պատերազմից հետո 5 տարի անընդհատ ասում ենք, որ Սյունիքը նույնպես պիտի դառնա պոլիգոն Արցախի օկուպացված տարածքների հետ միասին հակաիրանական հնարավոր գործողությունների համար։